Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում և դարձել 19-րդ դարի խոշորագույն նկարիչներից մեկը և բոլոր ժամանակների ամենահայտնի ծովանկարիչը համաշխարհային պատմության մեջ։ Անտոն Չեխովը նրա մասին գրել է. նրա անձի մեջ միահյուսված են գեներալը, եպիսկոպոսը, նկարիչը, հայը, միամիտ գյուղացին և Օթելլոն։ Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքի Ղրիմ, աղքատ հայ ընտանիքում։ Նրանց ազգանունը Այվազյան էր, նկարչի նկարներից մի քանիսը կրում են Հովհաննես Այվազյան ստորագրությունը։ Այվազովսկու նկարչական տաղանդը ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտել է ոսկե մեդալով։ Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների և ծովանկարների համար, նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց եվրոպական երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նկարչին արժանացրին ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։ Թեպետ նրա գլխավոր մոտիվը ծովն էր իր յուրահատուկ բազմազանությամբ, նրա գործերը որոշակիորեն տուրք էին մատուցում իր պատմական ժառանգությանը ևս։ Դրանց թվում կան հայ ժողովրդի մկրտության և Մասիս լեռան տեսարաններ, ամենայն հայոց կաթողիկոսներից մեծ Ընխրիմյան հայրիկի դիմանկարը և շատ այլ նման գործեր։ Այվազովսկու աշխատանքները ցուցադրվել են և ներկայումս պահվում են Փարիզի Լուվրի թանգարանում, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանում, Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահում և այլուր։ Նրա շատ գործեր ցրված են աշխարհով մեկ, անհատական հավաքածուներով։ Աշխարհի առնվազն 11 երկիր Այվազովսկու կամ նրա ծովանկարների պատկերներով փոստային նամականիշներ է թողարկել։ Նա շատ աշխատանքներ ունի, մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար։ Այդ նկարները ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշաններով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն, երբ Թուրքիայում 1890-ականներին տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը նախ կապել է Շանվզին, որից հետո շքանշանը տարել է և նետել է ծովը։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հովհաննես Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին, ժառանգություն թողնելով շուրջ 6000 կտավ։